Բանից պարզվում է, որ մենք մեզ համարեինք անկախ, մենք պետք է փչացնեինք մեր հարաբերությունները, ասենք Ռուսաստանի հետ։ Եթե մենք Ռուսաստանի հետ ունենք վատ հարաբերություն, ապա նշանակում է, որ մենք անկախ ենք։ Պատկերացնում եք մոտեցումները, բայց այն, որ ինքը գնում է Եվրոպա, կարիդորներում սելֆի ան, Թուրքին գալի ասում է, արի գնանք, թեյ խմենք, ասում է գնա նստի, հեսա կգամ։ Մենք անկախ ենք, բանից պարզվում է, մենք անկախ ենք։ Հասկանում եք, անկախությունը դա ոչ թե վիճակ է, դա ոչ թե կարգավիճակ է, անկախությունը դա գաղափար է, որին պետք է գնաս, ձգտես։ Բոլոր երկրները այսօր ձգտում են այդ անկախություն, բայց աշխարհում չկա մի երկիր, որը կարող է բարձրանա եւ ասի ես անկախ եմ։ Որ երկիր ուզում է լինի, դա վերաբերում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ Ռուսաստանին, եւ Չինաստանին, բոլորը մեկը մեկից կախում ունեն։ Եթե մենք դրանք անկախ, մենք ուրեմն չենք լինելու որպես երկիր։ Այդքան բան իր հասկացողությամբ։ Նորից եմ կրկնում, անկախությունը դա գաղափար է, դա իրավիճակ չի։ Ու այդ ամենը խոսալուց մարդ պետք է հասկանա ինչ է խոսում, անգրագետ մարդուց ինչ ասես։ Անկախությունը երևի թե եթե մենք կարողանանք մեզ պաշտպանենք, ուժեղ լինենք, ներքուն լինի Հայաստանում արդարություն։ Եթե Հայաստանում ժողովուրդ ապրեն լավ, ես ուղղակի խոսքերով եմ ասում, երևի թե դա է անկախությունը։ Եթե դու կարողանում ես քո հարցերը լուծել, երևի դա է անկախությունը։ Բայց ոչ թե գնաս, ասենք, մի ժողովրդի հետ վիճվես, ու էլ դուրս գաս, ասես, տեսակ, մենք այսօր այնքան անկախ ենք, այնքան անկախ ես, որ կեպկով եկե նստել ես բանում, տրիբունայում մեզի խայտառակ ես արել։ Ճիշտ ասած, եթե որ մի աշխարհ միտեղ եթում է, ես որպես հայ ամաչում եմ, կներեք։ Ամաչում եմ։ Ստե մի հատ ռուս նկար բերեց, ասեց, այս նկարի վրա տրիբունան նկարել էր, ինքը գնացել էր, բան, հեռախոսով նկարել էր տրիբունան, նստած այդ հրավիրվածներին, այդ 80-միակի ժամանակ։ Ասեց, մեջից ո՞րն է ձեր ղեկավարը։ Նայեցի ասի, նայեցի կարծինի его нет։ Ամաչեցի ցույց տամ։